Ողջույն հարգելի հետևորդներ, շատ վաղուց հոլովակ չեմ նկարել եւ ինձ համար մի քիչ բարդ կլինի նորից էկրանի առաջ խոսել, չգիտեմ բարդ կլինի թե չէ, ես եմ տենց ինձ նշնչել, չնայած այդքան տարի անում եմ հոլովակներ եւ հələ որ բարդություններ առանձնապես չեմ ունեցել։ Այնուամենայնիվ շատ կարևոր թեմայի մասին ենք խոսում։ Այսօր խոսում ենք ինչպես տարբերել սրտային օրգանական հիվանդությունը կարդիոնևրոզից, այսինքն սրտի նևրոզից, այսպես ասած, շակերտների մեջ դա դիագնոզ չէ, ուղղակի այդպես հասկանալի է մարդկանց։ Շատ անգամ ինձ էլ եւ մյուս բժիշկներին էլ մարդը դիմում է այն դեպքերում, երբ ընդհանրապես չկա օրգանական խնդիր, բայց կա անհանգստություն, կա նույնիսկ սիմպտոմներ ֆիզիկական, որ ցավում է, ճնշում է, սրտիս հատվածում անհանգստություն եմ զգում, սրտխփոց եմ զգում եւ այլն եւ այլն, այսինքն կա ինչ-որ մի գանգատ սրտային ծակման, բայց դրա օրգանական պատճառը հայտնաբերված չի։ Սրան մենք կանվանենք սրտի նևրոզ, շատ հին տերմինով ժողովուրդ։ Հիմա հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդի մեջ սոմատոֆոր խանգարումների մեջ է ինքը մտնում, բայց 11-ի մեջ մի քիչ փոխված է ձևը, կոչվում է մարմնային տագնապային խանգարում, սիրտանոթային ծակման, հա, ասենց ինչ որ հələ լրիվ չի թարգմանված, դրա համար կարող է մի քիչ սխալվել թարգմանության առումով, այնուամենայնիվ անունը կարող է փոխվում, բայց բովանդակությունը մնում է նույնը, այսինքն չկա օրգանական պատճառ, բայց կա գանգատ, հարգելիներս, լավ։ Ուրեմն եկեք այսօր տարբերենք, թե ոնց կարող եք դուք ինքներդ ձեզ համար հասկանալ որն է եւ ինչ անել, իհարկե, ինչ անել։ Ուրեմն հարգելիներս, երբ նևրոտիկ բնույթի է սրտային ծակման գանգատը, հա, այսինքն սրտի շրջանում ծակող գանգատը, եւ նևրոտիկ բնույթի է, այս դեպքում ուրեմն այն կարող է ծակել բացառապես հանգիստ վիճակում։ Մեծամասամբ հարգելիներս, մեծ մասամբ դեպքում դուք հանգիստ եք, առանձնապես ոչ մի ակտիվություն չունեիք, ոչ մի այդպես ֆիզիկական ծանրաբեռնվածություն չեք ունեցել, մեկ էլ հանկարծ ասենք զգում եք, ոչ մի բանի հետ կապված չի, կամ երբեմն կապված է պարզապես վախեցնող մտքերի հետ, այսինքն կա վախեցա ինչ-որ բանից ու ծագեց այդ գանգատները, հա։ Ցավի բնույթը երկրորդը, ուրեմն նևրոզի ժամանակ բնույթը միանշանակ չէ, ուժգնությունը տարբերվում է, այսինքն ցավի ինտենսիվությունը ճիշտ կլինի ասել, տարբերվում է յուրաքանչյուր անգամ մեկ ուժեղ է, մեկ թույլ է, հատվածը նույնպես փոփոխվում է, այսինքն մեկ էս հատվածն է, մեկ հետևի հատվածն է։ Չեմ հասկանում մոտավորապես բութացավը, ճնշողը, թե ինչ է, այսինքն կոնկրետ ցավի բացատրություն այստեղ չկա, թե ինչ ձևի է ցավը, հա, այ որ խնդրում ենք պացիենտին ասում ենք կնկարագրեք ցավը, ասես մի հատ ինչ-որ լղոզված պատկեր է։ Եվ երրորդ ամենակարևորներից է ոչ մի հետազոտության տվյալ փոփոխված չէ։ Այնտեղ գիտեք ինչ, երբեմն կարող լինի մի քիչ ռիթմի խանգարումներ, որը EKG-ն է իհարկե ասում, բայց որպես կանոն այդ սինուսային տախիկարդիա ուղղակի որ գրում են, հա, այսինքն հաճախասրտություն, դա զուտ տագնապի ֆոնի վրա առաջանում, այսինքն դա էլ օրգանական խնդիր չի հարգելիներս, որպես կանոն ոչ մի սրտաբանական պրոբլեմ չի հայտնաբերվում, ոչ մի տեսակի հետազոտությամբ, ոչ ֆիզիկազնմամբ, այսինքն երբ բժիշկը ուղղակի ֆոնենդոսկոպը դնում է, լսում է, ոչ այդ դեպքում, ոչ էխո, ոչ EKG հետազոտությամբ, ոչ էլ առավել եւս արյան քննության տվյալներում։ Եկեք վերադառնանք օրգանական խնդրին։ Օրգանական խնդրի եւ ամենակարևորը, սիրելիներս, այստեղ շատ կարևոր 4-րդ կետն էի դրել, որ նշեի, ուրեմն նևրոտիկ խանգարման դեպքում պարտադիր ուղեկցում են մյուս նևրոտիկ ախտանշանները, խիստ անհանգստություն, լարվածություն, շատ նավրեք քրտնարտադրություն, վախ ու տագնապ առաջացնող մտքեր, որ ես կարող եմ մեռնեմ, կարող է ավելի վատանա վիճակս, այսինքն էմոցիոնալ կոմպոնենտը շատ ընդգծված է նևրոտիկ խանգարումների դեպքում եւ խիստ խանգարում է մարդուն նույնիսկ այն դեպքում, երբ ցավը չկա, այսինքն անդադ միտքը բա որ վատանամ, բա որ լուրջ պրոբլեմ հայտնաբերվի մոտ, կարող է այդ բժիշկը չհասկացավ, չնայած որ 15000 բժշկի մոտ եմ գնացել, ոչ մեկ դրանցից չի հասկացել, որ չէ, ես այնուամենայնիվ սրտային լուրջ հիվանդ եմ ու կմեռնեմ այդ սրտային հիվանդությունից, այսպես մտքեր անդադ։ Եթե վերադառնանք օրգանական խնդրին, այսպես է,
հիմնականում սրտի օրգանական ցավ առաջանում է օրգանական պատճառով ցավ առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո, չնայած նևրոտիկները հիմա սա որ լսեն կունենան ներշնչման ֆոնի վրա կունենան ծանրաբեռնվածությունից հետո ցավ, այդպես է, բայց մի հատ վերադարձեք իրականություն եւ իրոք հասկացեք, այսինքն առավել իրատեսական տեսանկյունից, հա, փաստերով նայեք հարցին, հարգելիներս, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո է առաջանում, շատ հնարավոր է նաև հուզական էլ, այո, սթրեսը սուր ծագող կարող է առաջացնել այդ ստենոկարդիայի նոպան ու ցավը սրտի, հա, երկրորդ, ցավի բնույթը շատ կոնկրետ է, այսինքն ինքը նախ գնալով ուժեղանում է, երկրորդը ճառագայթող բնույթ ունի, ճառագայթում է դեպի ուսը եւ ձեռքը ամբողջ երկարությամբ ճառագայթում է, ու եթե հարցնես քանի բալ է 1-ից 10 բալանոց համակարգում, ինքը կոնկրետ կնշի, այսինքն ինչ որ լղոզված պատկեր չկա, կոնկրետ մարդը կարող է գնահատել ցավի բնույթը եւ պատմել բժշկին։ Եվ որ երրորդ հետազոտություններում իհարկե լինում են փոփոխություններ, այսինքն այնտեղ EKG հետազոտություն, էխոսրտագրությունը, արյան քննությունը, նաև տարբեր փորձեր, հա, տրեդմիլը, այդ թվում նաև 24-ժամյա հոլտեր հետազոտությունը, այդ ամեն ինչը ցույց կտան որևէ խնդիր, բայց այստեղ էլ չենք վախենում, գնում ենք բժշկի, մեր բուժումը ստանում ենք, վերադառնում ենք տուն, հանգիստ ընդունում ենք բուժումը, ժողովուրդ, ոչ մի այսպես ֆանատիկ վերաբերմունք, որ ոյ սրտային հիվանդ եմ, ոյ սրտային հիվանդ եմ, ուղղակի առողջ ապրում ենք, փորձում ենք առողջ ապրել, սա շատ կարևոր է սրտային ծագման խնդիրների դեպքում, առողջ սնվել, ճիշտ կազմակերպել քնի ռեժիմը եւ այլն, հազարավոր հոլովակներ ունեմ եւ այդ թվում ընդունում ենք առաջարկված բուժումը։ Եվ չորրորդ կետով այստեղ չկան այդպես վառ էմոցիոնալ դրսևորումներ, խիստ վախենոպաներ, մտքեր վախենալու, բոբով, վայ մամա ջան, այս ինչա կատարում իմ հետ, կարող է ես մեռնեմ, այսքան ջահել սրտային ծագման հիվանդությունից եւ այլն։ Նման մտքեր որպես կանոն այդ աստիճանի չեն անհանգստացնում մարդուն։ Եվ ինչ եմ ես ձեզ առաջարկում հարգելիներս, ուրեմն առաջարկ համար առաջին, ցանկացած դեպքում պետք չի դուք գցեք բռնեք ձեր մոտ որ տարբերակն է, սրտային է, նևրոտիկ է։ Եթե առաջին անգամ ծագել է սրտային անհանգստություն, միանշանակ առաջինը գնում ենք կարդիոլոգի մոտ, այդտեղ գցել բռնելու հարցեր չկան։ Գնում ենք, բայց երբ որ հետազոտում է կարդիոլոգը մեզ ոտից գլուխ սրտաբանական առումով, եւ մեզ ասում է հարգելիս գնա հանգիստ ապրի, ոչ մի սրտային խնդիր չունես, ու դա եթե ինչ-որ առիթմիաներ բաներ ունես դրա համար կարող է ինչ-որ կոնկորվանտ այս բաներ նշանակի, վերադառնում ենք տուն, ու եթե ձեր անհանգստությունը սրտային հիվանդությունից ինչ-որ վատ բան պատահելու չի անցնում, այստեղ ուրեմն ուղիղ հոգեթերապևտի մոտ հարգելիներս, դա։ Այսինքն առաջին անգամ պետքա դիմել, այո, բայց հետագայում արդեն եթե ծագում է, իմացեք, որ միանշանակ դա արդեն նևրոտիկ բնույթի է։ Եվ այստեղ ես ձեզ չեմ կարող չասել, որ ես այո զբաղվում եմ այդ խնդիրներով, աշխատում եմ հոգեթերապևտիկ օնլայն խորհրդատվություն եւ սեանսներ եմ անցկացնում աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերի հետ։ Հարգելիներս, ինձ մի զանգեք, որովհետեւ չեմ վերցնում, որովհետեւ համարյա թե ամբողջ ցերեկը զբաղված եմ, հասկանալի է, որ գիշերը ժամը 2-ին չեմ պատասխանելու, այդ կարծում եմ նորմալ է, չնայած ոմանք նորմալ են համարում, որ գիշեր ժամը 2-ին զանգեն բժշկին կամ կիրակի օրը, եկեք այդպես չանենք, ցանկացած օր, ցանկացած ժամ դուք կարող եք թողնել ձայնային հաղորդագրություն, ես առաջիկա մի քանի ժամվա ընթացքում կամ ամեն դեպքում առաջիկա օրը հաստատ կպատասխանեմ հարգելիներս, թողեք ձայնային կամ գրավոր հաղորդագրություն եւ մենք միասին կզրուցենք ձեր իսկ խնդրի վերաբերյալ։ Ինչ էի ասում, դուք կարող եք նաև գնալ իմ կայք հարգելիներս sonahayrapetan.am, լինքը կփակցնեմ նկարագրություններ եւ մեկնաբանություններ բաժնում, որտեղ որ շատ հետաքրքիր բացի բժշկական հոդվածները, նաև ուղեցույցեր կան եւ քաշի իջեցման եւ նաև այնտեղ տեղադրված է հոգեբանական օրագիրը 30 օրյա, ինքդ քեզ հոգեթերապևտ, այդպես է կոչվում, կարող եք գնել, աշխատել ինքնաճանաչման, ինքնազարգացման առումով եւ ինչ անել, եւ բաժանորդագրվեք նաեւ իմ ինստագրամյան ալիքին, այնտեղ եւս շատ հետաքրքիր է, շուտով նաեւ ունենալու եմ տելեգրամյան փակ
ալիք միայն կանանց համար, որտեղ խոսելու ենք շատ սուր թեմաներից, ինչա փակ ինքը, որովհետև բացառապես հետաքրքրվողների համար է, ոչ թե այդպես մարդկանց, ովքեր նաև կարող են նույնիսկ ինչ-որ վատ բաներ էլ գրել։ Չնայած իմ ալիքում այդպես քիչ է լինում, կոնտենտներում քիչ է լինում, բայց այնուամենայնիվ, որպեսզի մարդը գա իմանալով, որ սրա համար է եկել։ Խումբը լինելու է հոգեթերապևտիկ ուղղվածությամբ, այսինքն մենք աշխատել ենք ինքնազարգացման, ինքնաճանաչման ուղղությամբ, խոսել ենք կանացի բացառապես բոլոր թեմաներից, սկսած ֆիզիկական առողջությունը, վերջացած հոգեբանական ինչ-որ խնդիրները, միջանձնային հարցերը, դաշտանային ցիկլ, մի խոսքով կանացի բոլոր հարցերից խոսելու ենք, սեքսուալ թեմաներից ենք խոսելու, շատ կարևոր է, սեռական ցանկացած թեմաներից ենք խոսելու, այնտեղ լինելու են օրեր առանձնացված յուրաքանչյուր շաբաթ առանձնացված ինչ-որ մի թեմայի, բաժանորդագրությունը լինելու է չափազանց մատչելի, որպեսզի հասանելի լինի բացառապես բոլորին, այդ ալիքի միջոցով դուք կարող եք ինձ հետ կապ հաստատել օրը, չէ, չասեմ 24 ժամ, բայց 12 ժամ հաստատ, այսինքն ես ձեր հետ եմ, ձեր հարցերին մշտապես պատասխանելու եմ օրվա ընթացքում, միշտ ունենալու եմ ձայնային եւ տեսա հաղորդագրություններ, այսպես ինքը փոքրիկ հոգեթերապևտիկ խումբ է լինելու եւ վարելու եմ ես։ Կանանց համար հարգելիներս, նորից եմ նշում։ Հիմա տղամարդիկ չնեղանան իհարկե, բայց իմ հետևորդների մեծ մասը կանայք են եւ ես կանանց առողջության մասին շատ եմ հոգում։ Տղամարդկանց նույնպես, պարզապես իմ հետևորդների մեծ մասը գիտեմ, որ կանայք են հարգելիներս եւ կարծում եմ այնտեղ ցես շատ հետաքրքիր կլինի։ Ինչևէ, լայք եք հոլովակը հարգելիներս, տարածեք անպայման, որովհետեւ հաստատ մեկին շատ օգտակար կլինի։ Գրեք ձեր կոմենտները, ոնց էր, ինչ էի կարծում մինչև հիմա այս ինֆորմացիան ունենալուց հետո, ինչ փոփոխություններ եղավ ձեր մտքում եւ միգուցե մարմնում։ Եվ լավ եղեք, առողջ եղեք, բոլորին մաղթում եմ հոգեպես եւ ֆիզիկապես առողջություն։ Լավ եղեք, ցտեսություն։